արդեն ասացի անգլերենի համար, ցանկացած առարկայի համար, եթե հնարավոր կլինեն ինչ-որ նյութեր, պարապելու եւ այլնի, կոնտակտային տվյալներ կթողեք, արդեն վերջում երբ ուզում եք հանգիստ կարող եք գրել եւ իմել։ Ես ավելի շատ օրինակներով եմ խոսելու, այսինքն ինչ խաբեությունների զոհ եմ ես դարձել, բայց շատերն էլ մասնագիտական առումով այսպես դիտավորյալ խաբեության զոհ եմ գնացել, որ հասկանամ ինչ է կատարվում իրականում։ Մի բացեք հղումներ, ինչ է սա նշանակում, ձեզ Telegram-ով կամ չգիտեմ, WhatsApp, Facebook, Viber, ամենաշատը որ տարածված է, գալիս են հղումներ, որտեղ այս վերջերս որ շատ ինչ-որ տենց հայտնի եք դարձել, տեսեք վիդեոյումով, նմանատիպ բաներ եք հիմնականում, հանդիպել եք նման բանի։ Բացեք, քանի չեն ջնջել, տեսել եք։ Կարդացեք, քանի չեն ջնջել։ Հա, իրա մասին էր խոսքը։ Եթե նույնիսկ չեք եք հանդիպել, հայրիկի օրինակով կբերեմ, ուղարկում են link Viber-ին, որտեղ գրված է լինում, որ վիդեոյի մեջ ինչ-որ ծանոթ մարդ են, կոնկրետ կոնտակտային տվյալները գրված է այդ մարդու։ Բացելուց հետո մի քանի տվյալ է ուզում, որից հետո իր անունով ձևակերպվում է վարկ բանկում։ Բնականաբար մեր բախտը բերեց, որ կլորիկ գումար էր, մոտավորապես 300,000 դրամի կարգի, բայց վարկը արդեն իր անունով է ու ինքը բնականաբար պիտի վարկը մարի։ Բայց մեր այս խաբողը այնքան հիմար է լինում կոպիտ ասած, որ չի հասկանում, որ կնոջ տվյալներով չի կարող տղամարդու անուն հասկանալ վարկ ձևակերպել։ Ու գումարը վերցրած է լինում արձեռն, այսինքն բանկում իր տվյալները, համակարգիչը, չգիտեմ, տեսախցիկները, ամեն ինչ ֆիքսված է արդեն լինում։ Դիմում ենք դատարան, ոստիկանություն, այս կողմում են կողմում հնարավոր է լինում բնականաբար այդ վարկը չեղյալ համարել, բայց եղել են դեպքեր, որ ձևակերպել է 6 միլիոն դրամ, 9 միլիոն դրամ, Հանրային հեռուստաընկերությունը շատ մանրամասն ներկայացրել է այդ կանանց եւ այլն, նույնիսկ վեճեր են եղել բավականին բանկերի հետ, որ շատ մեծ թվերով գումարներ են մարդիկ կորցնում առանց հասկանալու, թե ինչա դա կատարվում։ Կամ օնլայն գնումներ կատարում եք, առհասարակ կամ ինչ-որ բան պատվիրում եք, Viber-ից, Temu, Onyx, չգիտեմ, տարբեր հարթակներ կան, չէ՞, Ozon, այո, Temu-ում է շատ տարածված եղել այս վերջերս, որ Հայփոստից նամակ էր գալիս, AliExpress-ն է, նույնն են, բոլորը նույնն են, նամակ էր գալիս, որ ձեր պատվերը առաքվել է, կարող եք մոտենալ վերցնել կամ առաքել եք արդեն ձեր տուն, բայց տվյալ լինկը բացելուց հետո էլի խաբեության զոհ ենք մենք դառնում։ Մանավան եթե քարտը կցված է լինում, բնականաբար մեր գումարները այսպես շատ սիրուն ձևով իրանք ամբողջովին քաշում ու տանում են։ Անցնենք առաջ, այս մասով հղումների մասով ասեմ, հիմնականում մեր մամաներն են իհարկե, բայց պետք է օգնենք։ Ապա տեղեկատվությունը կարող է լինել երկու տեսակի, ասում ենք disinformation անգլերենով եւ ասում ենք misinformation։ Disinformation է սպառական միտումնավոր կերտված եւ խեղաթյուրված մարդկանց մոլորեցնելու նպատակով, այսինքն լրագրողը, որ հատուկ հենց այնպիսի նյութ է գրել, որ մարդիկ ուղղակի, չգիտեմ, իրենց կասկածները շատանան, իմանան, որ տվյալ նյութը իրոք ճիշտ է, իսկ misinformation-ը երբ կարող է չունենալ դիտավորություն, տարածվել սխալմունքի շփոթ